Ողջույն բոլորին, սիրելի հեռուստադիտողներ։ Հարսնաձորի լեգենդը սերիալում շնչահեղ ծանող զարգացումները շարունակվում են, եւ այսօր մենք ականատես ենք լինելու մանիպուլյացիայի եւ շանտաժի իսկական վարպետության դասի, Արմոյի եւ Լալայի կատարմամբ։ Սկսենք ամենալարված կետից։ Ինչպես հիշում եք, Նարեն եւ Սոնան կարողացել էին արհեստական ջերմության միջոցով ժամանակ շահել։ Նարեն հիմա օգտվում է այդ առիթից եւ պարզապես անտեսում է Արմոյի անդադար զանգերը։ Արմոն, ով սովոր է միշտ իրավիճակը պահել իր վերահսկողության տակ, հունից դուրս է գալիս։ Նա խելացի է եւ շատ լավ հասկանում է, եթե այսպես շարունակվի, հարսանիքը կհետաձգվի։ Նարեն կշահի ժամանակ, իսկ ինքը կմնա ձեռնունայն, պարտված ու ծիծաղելի վիճակում։ Արմոն գիտակցում է, որ իր հին ստերը Վրամի մարդասպան լինելու մասին այլևս չեն աշխատում։ Ուստի պետք է մտածել նոր, շատ ավելի հզոր զենքի մասին։ Եվ նա գտնում է այդ զենքը հարվածելով Նարեի ամենաթույլ կետին՝ ընտանիքին։ Արմոն գնում է Սաքոյի տուն եւ այստեղ մենք տեսնում ենք նրա ստորության հերթական դրսևորումը։ Նա գաղտնի միացնում է հեռախոսի ձայնագրիչը եւ շատ վարպետորեն խոսակցություն է սկսում Սաքոյի հետ, շոշափելով նրանց ընդհանուր մութ բիզնեսը։ Խոսքը չգրանցված ապրանքը Հայաստանից դուրս արտահանելու, այսինքն մաքսանենգության մասին է։ Արմոն ձևացնում է, թե իբր շատ է անհանգստանում այդ ռիսկերի համար, դրդելով Սաքոյին անկեղծանալ։ Եվ Սաքոն իր գոռոզության ու ինքնավստահության մեջ կուրացած կուլ է տալիս խայծը։ Նա հակադարձում է Արմոյին, հանգստացնելով, թե ինչու է անհանգստանում, չէ՞ որ սա առաջին անգամը չէ, որ իրենք նման անօրինական բան են անում։ Վերջ, այս մեկ նախադասությունը բավական էր, որպեսզի Սաքոն ինքն իր ձեռքով ստորագրեր իր դատավճիռը, իսկ Արմոն ստանար այն, ինչ ուզում էր։ Զինված այս ոչնչացնող ապացույցով Արմոն անմիջապես բարձրանում է Նարեի ննջասենյակ։ Նարեն անակնկալի է գալիս, խառնվում է իրար։ Նա վստահ էր, որ իր հիվանդության շնորհիվ գոնե մի քանի օր ապահովագրված է Արմոյի ներկայությունից, բայց Արմոն ժամանակ չի կորցնում։ Նա առանց ավելորդ բառերի միացնում է ձայնագրությունը։ Նարեն լսում է հոր խոստովանությունը եւ նրա աշխարհը նորից փուլ է գալիս։ Արմոն դնում է իր վերջնագիրը, հերթական ու ամենադաժան շանտաժը։ Եթե Նարեն չամուսնանա իր հետ ու խափանի հարսանիքը, այս ձայնագրությունը կհայտնվի պատկանդ մարմինների սեղանին, իսկ Սաքոն կհայտնվի բանտում։ Նարեն կրկին անկյուն է մղված, ստիպված լինելով ընտրել սեփական կործանման եւ հոր ազատության միջև։ Զուգահեռաբար մենք տեսնում ենք մանիպուլյացիայի մեկ այլ վարպետի՝ Լալային։ Նա կրկին հանդիպում է Վռամի հետ եւ շարունակում է կաթեցնել իր թույնը։ Լալան Վռամին հրամցնում է իրականության մի շատ աղավաղված, բայց տրամաբանական թվացող տարբերակ։ Նա ասում է, որ իրականում Սաքոյի ստիպելով է Նարեն ամուսնանում Արմոյի հետ, որպեսզի Արմոն ջրի երես չհանի Սաքոյի գաղտնի սև գործերը։ Սաքոն պարզապես վաճառում է քրոջդ իր կաշին փրկելու համար։ Ահա Լալայի գլխավոր խաղաքարտը։ Վռամը, ով արդեն իսկ կասկածներ ուներ հոր նկատմամբ, լսելով սա, հայտնվում է խորը շոկի մեջ։ Նրա հիասթափությունը հորից հասնում է անդառնալի կետի։ Եվ այստեղ ստեղծվում է սերիալի ամենամեծ պարադոքսն ու ողբերգությունը։ Ստացվում է այնպես, որ Սաքոն ու Անիկը կուրորեն մտածում են, թե Նարեն է դավաճանել իրենց եւ գործում է իրենց թշնամի Լալայի դաշտում, բայց իրականում նրանց գլխավոր հարվածը սպասվում է այնտեղից, որտեղից երբեք չէին սպասում։ Շուտով Վռամն է իրենց իսկ որդին սկսելու ակտիվորեն գործել իր հոր դեմ։ Լալայի պլանը աշխատում է անթերի։ Նա քանդում է Սաքոյի ընտանիքը ներսից, հենց նրա երեխաների ձեռքերով։ Սիրելի հետևորդներ, իրավիճակը պարզապես անելանելի է թվում։ Ինչպես կվարվի Վռամը հիմա, երբ համոզված է, որ հայրը վաճառում է սեփական դստերը։ Արդյոք նա բացահայտ պատերազմ կհայտարարի Սաքոյին։ Ձեր վարկածները շատ հետաքրքիր են, անպայման կիսվեք դրանցով մեկնաբանություններում, ինչպես նաև բաժանորդագրվեք մեր ալիքին եւ սեղմեք զանգակը, որպեսզի չկարոտեք ամենաթեժ վերլուծությունները։ Կհանդիպենք շուտով։